Դե գիտեք ինչ իսկ կարող այով չի, հիմա ասենք մի հոգի որոշել է իր մանդատը դնի, հետո որոշել է հետ վերցնի, այստեղ ԿՊ-ն կբան ունի, ասենք, այստեղ падգամավորներ կան Հայաստան Դաշինքից, որ դուրս են եկել խմբակցությունից, падգամավորներ կան, որոնք քաղաքացիական պայմանագրից են դուրս եկել, ինչ հիմա ինչ որ մեկը փորձում է Աղազարյանին, Ասլանյանին եւ Գեգամ Նազարյանին մեկը մյուսից գողանալ, չեմ ասում, որ падգամավորներ կան, որ քաղաքացիական պայմանագրի բանով դարձան քաղաքական գործիչ, հիմա Հայաստան Դաշինքում են եւ բոլոր տեղերում տես բաներ կան։ Հիմա դրա ես հասկանում որ դրա շուրջ ուզում են քաղաքական բան երարցնեն, բայց կասկածելի է, որ ինքնասել աշխատանքից ուզում եմ ազատվել, բայց հետո որոշել է, որ պետք է մի քանի ով է այդ մարդը, ուզում հասկանամ, ով է այդ մարդը։ Բարեն Բադալյանը։ Եթե չեմ սխալվում, եթե չեմ սխալվում, իրանց բոլորը իրանց մեջ այտենց բարեկամներ են, չէ, իրանց բարեկամն է, չէ, եթե չեմ սխալվում։ Բայց ես ինչ իմանամ ուզում ես։ Նորից եմ ասում, իմ ասելը այո ոչ կապ չունի որևիցե ձևով, բայց եկեք հələ պատկերացնենք ինչի համար, որ ինչ լինի։ Ինչ որ տարբերակներ միանան, ինչ որ անդամներ միանան ու կարողանանք այնտեղ Հիմա որ գալիս են ստեղ նամակներ են բաժանում падգամավորներին, ասում են եկեք վարչապետի իմպիչմենտ անենք, իրանք փորձում են ինչ որ մեկին գողանան, հարց այո թե ոչ։ Գողանալ ուզում մի հասկանում։ Դե ասում եմ մենք որևիցե Շատ համայնքներում ԿՊ-ն օրինակ ընտրություններում պարտվելուց հետո կարողացել է այդ համայնքում օրինակ Վանաձորը։ Բայց ինչ անելով, ինչ ան։ Հասկացա, Արկադի Փելեշյանը երրորդ ուժն է, որը որ ձայն է ստացել։ Այդ Արկադի Փելեշյանը տենց ինչ որ տեղից ուղակի օդից հայտնվեց, Վանաձորցիները գնացել քվեարկել են, հա եւ ձայնը ստացած մարդը հիմա մի քանի տարի փաստացի ղեկավարում է Եվ դա նորմալ պրակտիկա է պարլամենտական երկրներում եւ նման տրամաբանությամբ կազմվող միավորների մեջ դա նորմալ տրամաբանություն է։ Իսկ դա ոնց է ալնում, որ Գյումրիում քիչ ձայն հավաքած տեխնացուն, որը երկու անգամ ավելի քիչ ձայն է հավաքել, մնացածը միացան եւ այսօր քաղաքապետ է։ Բա այդ ըլնում է ներողություն Վանաձորինը չի լնում։ Այդ ո՞նց է տենց։ Այսինքն եթե ձեզ է վերաբերվում, ընդդիմադիրներին է վերաբերվում, այդ բան նորմալ է, չէ, ժողովրդավարական պրոցեսներ է։ Եթե դա կարա վերաբերի իշխանությանը, մարդ են գողանում։ Ինչ ո՞նց եղավ դա։ Չէ, մի րոպե խոսամ, մի հատ խոսենք, վերջացնենք, հա։ Տեսեք, օրինակ, երբ որ ընդդիմությունը կոալիցիա է կազմում, ավելի շատ ձայներ ունենում, քան թե իշխանությունը ընտրում է քաղաքացիական։ Վանաձորում այդպես չի, Վանաձորում Լուրջ ես ասում։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը եւ Փելեշյանի Դաշինքի իրար հետ ավելի քիչ ձայն ունեն, բայց Դաշինք են կազմում։ Ինչ են ընտրում համայնքապետ, այդ մարդը Եղբայր, ես քեզ խնդրում եմ, արի չմտնենք մի դիսկուրսի մեջ, որտեղ դու պարտված ես դուրս գալու։ Որովհետև կրկնում եմ, երբ որ ձեզ է ձեռ տալիս, դա պարզվում է ժողովրդավար գործընթացը, երբ որ ձեռ չի տալիս, դա ինչ որ մեկին գողանում, ոչ մեկին չի գողանում, ես այդ մարդուն չեմ ճանաչում եւ որևիցե կապ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի եւ ասեմ ավելին ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ Գյումրեցին իր ընտրությունը կատարել է մենք Գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ տեր ենք կանգնում մեր ձայներին եւ շարունակելու ենք աշխատանքները վերջը մենք այնտեղ առաջի տեղն ենք զբաղեցրել եւ շատ աննախադեպ շատ ձայն ենք հավաքել երկու անգամ ավելի շատ քան ընդդիմադիրների երկրորդ երրորդ տեղը կամ չորրորդ տեղը եւ շարունակում ենք աշխատանքը իսկ Վանաձորի հետ կապված հələ ես շատ խիստ կասկածներ ունեմ որ ձեր նույն Մամիկոն Ասլանյանը մեծ հաճույքով քաղաքացիական նշված ձեր Մամիկոն մեծ հաճույքով քաղաքացիական պայմանագրի հետ չեր աշխատի եւ չեր բանանի այլ հարց է քաղաքացիական պայմանագիրը դրա ցանկությունը ուներ թե չուներ, պարզվում է որ նման ցանկություն իհարկե չի եղել։ Իմպիչմենտի հետ կապված 5 падգամավոր պատիվ ունեմից արդեն ստորագրել է այդ հաստատ։ Բա ինչ ենք անելու, բա ինչ են քաշվանք, բա հիմա ինչ ենք անելու։ Իդեպ 5 падգամավոր արդեն պատիվ ունեմից գործընթացս աննախադեպ մի բան, 4 տարի անց իմպիչմենտ Դաշինքի, ոնց էր, պատիվ ունեմ Դաշինքը, չէի սպասում, անկեղծ շատ աննախադեպ։ բայց